Հարգելի քաղաքացիներ, այս տարի ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ չամփոփել ունեցածը մեր պետության ու հայ ժողովրդի պարտքը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության հարցում անկարելի է։ Ժամանակին մեր հասարակությունը արդարացիորեն ոգևորվում ու սեփական հաղթանակ էր արձանագրում ամեն նոր պետության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, պահանջատիրության շեշտադրումը, հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրենքներն ու բանաձևերը։ Էլ չասած, որ Հայաստան պետությունը մշտապես ուշադիր ու համառ էր, որ այս ուղուց շեղվելու եւ թուրքական լոբինգին տրվելու ցանկացած փորձի նկատմամբ այդ ամենն անարձագանք չթողնի։ Ավելորդ չէ հիշել, թե 100-րդ տարելիցին, այսինքն 2015 թվականին, քանի գերտերության ղեկավար բարձրաստիճան պաշտոնյա էին եկել խոնարհվելու Ծիծեռնակաբերդի բարձունքում, այնտեղ դատապարտելու դահիճներին ու հանձնառություն ստանձնելու պայքարել այդ չարիքի դեմ։ 2015 թվականի իշխանությունների քաղաքական կամքով ընդունվեց համահայկական հռչակագիրը, որը հայ ժողովրդի ու Հայաստանի անժխտելի անցյալի արժանապատիվ ներկայի ու տեսլականի մասին էր։ Բայց սա այլևս անցյալ է, հարգելի քաղաքացի։ Այո, հաղթանակած արժանապատիվ սկզբունքային, բայց անցյալ։ Իսկ որն է ներկան։ Այսօր պաշտոնական Երևանից ցեղասպանություն բառը լսել գրեթե անհնար է։ Հիմա պարզվում է պաշտոնական Երևանի համար այս օրակարգն առաջնահերթ չէ։ Պարզվում է պետք է դեռ հասկանան ինչ է եղել, իրենց իբր հասկանալի չէ։ Պարզվում է հիմա ուզում են հաշվել զոհերին ու անուն ազգանունները իմանալ։ Պարզվում է որևէ մեկը մեզանից Արարատի հետ էլ կապ չունի։ Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում իշխանությունը զավթվել է թուրք-ադրբեջանական ազդեցությամբ հեղափոխություններ կազմակերպող հիմնարկների կողմից, որտեղ պահանջները շատ հստակ են եղել։ Արցախից մինչև ցեղասպանության ուրացում, հայկական ինքնության մոռացություն, իսկ փաթեթավորումն էլ կլինի իրական Հայաստանով։ Դրա պատճառով հայի ցեղասպանությունն էր նաև մեր աչքի առաջ Արցախում, ու մենք էլի անկարող, անօգնական եւ նորից նույն վիճակում, սպանված, տեղահանված հայեր, գերեվարված, վտանգված կյանքեր։ Եվ հիմա էլ պատահական չէ, որ Նիկոլի կողքին այս ամենը հլու հնազանդ իրականացվում է Օմեգայի կողմից, որի Օմեգա ծառայություն անցնելու փաստաթուղթը տեսել ենք, բայց դրանից հրաժարվելու փաստաթուղթը կարծես թե չկա։ Հայ ժողովրդի հավաքական ու անշեղ նպատակը փոփոխման ենթակա չէ։ Մենք հիշում ենք ու պահանջում, ոգեկոչելով մեր անմեղ զոհերին։ Երբ մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշեց տեկտոնիկ ոճի բարի շարժումներ հիշեցնող գործողություններով նկարագրել քիվեստյան բանակցությունները եւ դարձավ տիկտոկյան աստղ, ես մտածում եմ ոչ մի բանի վրա չեմ զարմանա։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը որոշեց բառից բուն իմաստով ապարել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից, ընդ որում ինքը պատկերացնում էր, որ իր ձեռքում կտրած գլուխը, մարմնի այլ մասեր, դե մարդու ներաշխարհի մասին մեկնաբանություններ ես չեմ անի, մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն։ Փաշինյանը ամեն ինչ է անում, հեծանիվ է քշում, одноклассники ստատուսները հավաքում է իրար գլուխ, համարում է, որ գաղափարախոսություն է գեներացրել, ոդկաստ է անում է ամեն ինչ, բացի իր խոստացածից, չի հրապարակում բանակցային փաթեթները։ Ես ուզում եմ հասկանալ, մարդ, որը պատրաստ էր Հայաստանի Հանրապետության ստրատեգիական ռեզերվը, պատրաստերը որն է հրապարակել կառավարության նիստին, դա գաղտնիք չէր համարում, ստեղ ինքը գաղտնիք է տեսնում։ Ճաշեպել է իրանց, քնել զարթնելը, սափրվելը ցույց են տալիս, այն ինչ որ ժողովուրդը պիտի իմանա, չեն ուզում ցուցադրեն։ Կարծում եմ հիմնավոր կասկած կա, որ դուք պարզապես վախենում եք, որ երբ որ հրապարակվեն բանակցային փաթեթները, էլ այդ բոյի սուտ չեք կարողանա հորինեք, որպեսզի ձեզ արդարացնեք, բայց մի կասկածեք ինքներդ ձեր վրա, դուք ցանկացած սուտ կարող եք հորինել։ Նույն ճակատագրին են նաև արժանացել 44 օրյայի հետաքննությունը իրականացնող պարլամենտական հանձնաժողովը, որը ինքնին աբսուրդ էր, որովհետև երբ մեղավորները քննում են հանցագործությունը, դա ինքն իրանով աբսուրդ է, բայց ամեն դեպքում դա օրենքի պահանջ է, հրապարակեք, թե ձեզ մենակ շոուն էր հետաքրքրում, որ կարողանաք հայոց բանակի վրա գցեք 44 օրյայի պարտության մեղքը, նախկինների վրա գցեք, հաջորդը ինչ եք անելու։ Ասելու եք Լուսինը առաջին տան մեջ էր, կամ այդ ոճի մի ինչ-որ աբսուրդներ ներկայացրեք։
Թե կարող է հանգարց պարզվի, որ 44 օրյայի ընթացքում, եթե մեր սպառազինությունների պլանը չփոխեիք ու հոպեր առնեիք, ԱԹՍ-ներ առնեիք, սելֆի սուերի փոխարեն, ապա արդյունքը այլ կլներ։ Թե կարող է Իսկանդերի կիրառումը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում այլ արդյունքի բերեր։ Չնայած դժվար դուք վերջապես հանդգնություն ունենաք դա հրապարակելու։ Ինչ եմ ես ակնկալում մարդկանցից, ովքեր 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անվանական ցանկը մինչ օրս չեն հրապարակել, չնայած բոլորը այստեղ նստածներից մեծ մասը քառօրյայի զոհերի թիվը 100 էիք ներկայացնում, չնայած մենք անվանական 75 զոհերը ներկայացրել էինք։ Վերջում խորհուրդ բոլորիդ ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը։ Ավելի լավ է իմ նշած փաստաթղթերը հրապարակեք, չնայած ձեր պատիժը նենց մեծ է, որ մեղմացնես, չմեղմացնես։ Տիգրան Աբրամյան, Մոնտե Կարլո չէր, բան էր, Բադեն էր, պարոն Ալեքսյան, մի խառնեք, Տիգրան Աբրամյան։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում տեղի ունեցող Լրություն, պարոն Ալեքսյան, լրություն։ Հարգելի գործընկերներ, լրություն։ Պարոն Մամիջյան, լրություն։ Նախ էս չէ, երկրորդն էլ 8 անգամ 2-ից 10-ից լրություն։ Պարոն Աբրահամյան, խնդրեմ, վերականգնեք պարոն Աբրահամյանի ժամանակ։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Ասեցիք սեռական թիրախավոր երեխեքը գնացիք։ Ուրեմն ձեր շահերի չի բխում էլի, որ խոսեք ստեղ բաներից, որը որ մի շաբաթ, մի ամիս առաջ ձեր գործընկերները իրենց թույլ են տվել նենց բաներ անեն, որ ասում է մալանի պակաժը։ Հիմա մարդկանց վրա թքել, հայհոյել, սեռական բնույթի վիրավորանքներ հասնել նորմալ է, չէ՞ ձեր համար է։ Սիրելի հայրենակիցներ, սա 1915 թվականին Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի զավակ կնոջ իր զավակով անապատում հայտնված կնոջ պատկերն է։ Սա արդեն 2023 թվականին Արցախում էթնիկ զտման հետևանքով գաղթի ճանապարհը բռնած հայ ժողովրդի զավակ, հայ կնոջ պատկերը իր երեխան կրծքին։ Փաստորեն ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ ուղղակի դրանց գունավորներ ունեցանք։ Երկու հայկական պետությունների ունենալու պարագայում։ Ու սա տեղի ունեցավ նաև ու առաջին հերթին այն պատճառով, որովհետև թշնամին դարձավ կիրթ ու կառուցողական ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը ու այդ ուղերձը հնվեց մեր հանրությանը։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որը Ադրբեջանից եկող սպառնալիքն էր նախ մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար։ Ու այդ սպառնալիքը ոչ ավել, ոչ պակաս Արարատ լեռնա։ Պարզվում է, եթե մենք մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես խոսենք ու մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը, Թուրքիան կջղայնանա ու կարող է նաև հարձակվել։ Ինչ են ուզում անել։ Ուզում են ջնջել անցյալը, որպիսի կառավարեն ապագան, որովհետև երբ ջնջում են հիշողությունը, ոճրագործը հաղթում է։ Իրականության մեջ իշխող ուժի քաղաքականությունը ու նպատակները պարզ են։ Իհարկե, իրենք այս ամենը ուրացում չեն անվանում։ Իրենք ասում են մենք ընդհանրապես հարց ենք տալիս, մենք ընդհանրապես էլ ցեղասպանություն հաճախ չենք օգտագործում, այդ դեպքերին տարբեր անվանում ենք տալիս հայոց ցեղասպանության։ Ու երբ հարցնում ես օրինակ 110 ամյակի տարելիցի կապակցությամբ ինչի բա պետական հանձնաժողով չկա, այդ հարցին պատասխան չկա, որովհետև ցեղասպանության ճանաչումը էլ իրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունը չի։ Ու այդտեղ հարցը առաջանում, բա ո՞րն է արտաքին քաղաքական առաջնահերթությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը։ Հիմա իշխող ուժի հետ ամեն ինչ պարզ է, ու այստեղ է, որ գնդակը իրականում հանրության դաշտում է։ Առաջիկայում մենք չենք տեսնելու պետական միջոցառումներ հայոց ցեղասպանության 110 ամյա տարելիցին ընդառաջ։ Փոխարենը, օրինակ 2025 թվականի ապրիլի 23-ին
Հանրապետության հրապարակից 19-15-ին մեկնարկելու է ջահերով երթը, որը այս պայմաններում փաստորեն միակ համազգային միջոցառումն է, որը սգալուց բացի կոչ է անում պայքարել մեր իրավունքների մասին, իրավունքների համար։ Դրա համար այս կոնտեքստում է, որ ջահերով երթը դարձել է, մասնակցությունը ջահերով երթին դարձել է ավելի կարևոր երևի թե, քան երբևէ եղել է, որովհետև ցեղասպանությունը չկրկնելու մի հատ ճանապարհ կա, ու դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը չի։ Դա մեր իրավունքների համար պայքարն է։ Դրա համար բոլոր նրանք, ովքեր դեմ են այս ուրացման քաղաքականությանը, մերժում են ուրացումը, հիշում են իրանց ինքնություն մասին, հիշում են իրանց անցյալը, որպեսզի չկրկնեն արդեն երրորդ ցեղասպանությունը, կոչ եմ անում մասնակցել ամենամյա ջահերով երթին։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ուզում եմ նախ արձանագրել, որ ընդդիմությունը իր սովորության համաձայն փախավ դահլիճից, ինչպես սովորաբար անում է իր պաթետիկ տեքստերը արտաբերելուց ու կամ արագ արտասանելուց հետո, ու անցնեմ արդեն բունյութին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները այստեղ այս ամբիոնից ըստ երևույթին խիստ զարմացած էին, որ հնարավոր է լինել երկրի վարչապետ եւ չօգտագործել օրինակ թմրանյութեր։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները շատ խիստ կզարմանան, եթե իմանան, որ հնարավոր է լինել երկրի ղեկավար ու ահռելի կարողություններ տանուլ չտալ տարատեսակ խաղատներում։ Վստահ եմ, շատ խիստ կզարմանան այդ ամեն ինչը իմանալով, բայց ամեն դեպքում բարի զարմանք եմ մաղթում նրանց։ Ինչևէ, բայց ես մի ուրիշ բանի եմ ուզում խոսամ, ուրիշ բանի մասին եմ ուզում խոսամ, մի յուրատեսակ լկտիության, որը վերջին շրջանում պարբերաբար դրսևորվում է ընդդիմադիր ֆեյքերի հիմնականում, բայց այսօր արդեն դրսևորվեց նաև ընդդիմադիր падգամավորների կողմից, ու այս լկտիությունը ներողություն եմ խնդրում, բայց ես անպատասխան թողնել չեմ պատրաստվում։ Ուրեմն մի օր Դալիճում հենց այստեղից ելույթ էի ունենում, Դալիճից Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում։ Սեյրան Օհանյանը տեղից հետևյալն ասում է, կարող է մի հատ էլ ասես, որ բանակը քեզ ներքնաշոր չի տվել։ Ասում եմ, պարոն Օհանյան, այդ նորություն է, որ չի տվել, ոչ ինձ ա տվել, ոչ 100,000-ներին ա տվել մյուս Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած։ Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորները ինչ են արել։ Բռնել են, սա սարքել են sense մի հատ քաղաքական խոսույթ, որով իրանց արևին թիրախավորում են ինձ։ Ասում են, այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր։ Այ ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք։ Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որտեվ դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը։ Ինձնից չէ 100,000-ավոր զինվորներից Հայաստանի Հանրապետությունում չի եղել զինվոր, որը ծառայի ու բանակում իրան հասանելիք, օրինակ Ծելնյաշկան կամ մյուս ներքնաշորը իրան տրամադրեն։ Խի չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում կերել են բանակից զինվորների ներքնաշորերը։ Հիմա եկել են իրանց լկտիությունը այն աստիճանի է, որ այդ ամեն ինչի միջով անցած զինվորներին ասեն կարա սենց իրանք են էլի որպես մեղադրանք են օգտագործում։ Հա, նասկի են կերել, այո, գուլպայել են կերել, զինվորի գուլպայել են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ ու իրանց թվում է, որ իրանք այն աստիճանի լկտիացել են, որ կարան դա օգտագործեն որպես թիրախավորում դիմացինի։ Բայց ասենք մյուս կողմից է զարմանալի չի, բա որ չուտեին, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, այդ ոնց պտի այդ ասաբնյակները գցեին, այդ ոնց պտի գնային Բադեն-Բադեններում, կազինոներում կրվեին, այդ ոնց պտի ամեն անգամ իրանց կներեք 1000 ներողություն այս արտահայտության համար, իրանց քթի զապրավկի փողը ունենային, շնորհակալություն։ Մեր ընդդիմությունը մի, ասենք, ավելի լավ նվեր, որովհետեւ մի քաղաքական ուժ չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ որ բան ասել ու ծլկել դահլիճից չեմպիոն են, չեմպիոն։ Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով խմբակցությանը ղեկավարիցդ բռնած, ասենք դրա Master sport են, եկել ես ինչից ես խոսում։ 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում ընկնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի,
բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն։ Այ քեզ բան։ Հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում։ Ձեր զերո պատասխանատվությունը։ Մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք sense դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նես չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխի ձունգայից բռնած թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխի ձունգայից, երևի հարմար չէին նեղանում։ Հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, այն Մամիջանյան Հայկը։ Նախ լավա որ մեկ-մեկ գոնե գալիս են իմանում ենք ստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից։ Ասենք, չգիտեմ, այն թող իրա մի հատ իրա շեֆին բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս է ստեղ չեմ ուզում այդ բառը ասեմ ումից Աստված երես թեքել, գիտեք ումից Աստված երես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է։ Մարդ էլ կա, իր ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի։ Ինքն էլ գիտենք քաղաքական գործիչ է։ Մեկ-մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն է թողում։ Դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն գալիս է, Տիկին Տյուրեղյանը ՔՊԻ գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է։ Զերո ձեն են կարում համարեն, հավաքեն։ Իրանք ձեն չեն կարում հավաքեն։ ՔՊ-ն պարտություն կրեց էս ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք։ Միտեղ երկրորդ տեղն ենք բռնել, միտեղ առաջի տեղն ենք բռնել։ Դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի։ Այո, հաղթարշավը շարունակվում է։ Դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է։ Կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, Իսկանդերը ստեղ չկիրառեցիք, այնտեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆդ այդ ԱՏՍ-ները։ Բա 80-ականների զենքերով խինք 80 թվականներին ԱԹՍ չկար։ Բա ինչի կոնսերվա, կոնսերվի բանկեկով, բա առնեիք։ Մենք բանակին ձեր չենք տվել, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տես մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս ա պետք, կամ մեզ այն ա պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդանյան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկեք, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ կարողանում եք դահլիճում նստել, ոչ էլ կարողանում եք իրար մեջ յոլա գնալ։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, բաներ են ասում ընդդիմադիրները, որ արդեն մենք հոգնել ենք ահավոր, ես գիտեմ, որ սիրելի հայրենակիցներ դուք եք հոգնել եւ զզվել արդեն ընդդիմության բարբերաբար կնկնվող ստերից եւ կեղծիքներից, բայց պետք է անդրադառնանք եւ պարզեցնենք ուրեմն ամեն բան, որովհետեւ չենք կարող սուտը անպատասխան թողնել։ Նախ առավոտից չկա ընդդիմությունը, ուր եք ընդհանրապես եւ հիմա ուր եք դուք։ Այդ ձեր հարցերն եկեք Հայաստանի Հանրապետության վարչապետին տվեք, ցեղասպանության մասին եք խոսում, գյուղական ինչ-որ համայնքների մասին գալիս եք, ինչ-որ sense ելույթներ եք ունենում, իբր ահավոր մտահոգված եք գյուղական համայնքների կյանքով։ Եկեք այդ հարցերը վարչապետին տվեք, թե վախենում եք, որ վարչապետը ձեզ քաղաքական իմաստով կտա պատերին, ինչպես որ միշտ։ Դրա համար էլ չեք գալիս այստեղ, բայց ձեզ պատերին տալու բազմաթիվ առիթներ կան եւ բազմաթիվ նաեւ պոտենցիալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ կան, հենց որ դուք դրանից չեք խուսափելու։ Այդ ձեր ստերի պատասխանները դուք պետքա ստանաք։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գալիս են ու հələ մի հատ էլ համարձակվում են այստեղ գալ խոսել եւ քաղաքացիական պայմանագիր, ուրեմն կուսակցության իշխանությանը կառավարող թիմին մեղադրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար։
Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ողջ տարիներին բանակցել է Լեռնային Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ։ Այ կապիտուլյանտ Մամիջանյան եւ Աբրահամյան, որ գալիս տեղ խոսում եք։ Ձեր ղեկավարը Սերժը, որ հիմա իր վկան եք որպես տեղ հանդես գալիս, իր ողջ կառավարման ընթացքում ուզում էր հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Սրան վերաբերյալ չեք ուզում ինչ որ մի բան ասեք։ Ձեր ղեկավարն այս ամբիոնի մոտից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ ըստ էության գուժել է պատերազմի մասին։ Ու փախել է։ Այ պատերազմից փախած կապիտուլյանտներ, չեք ուզում սրա մասին խոսեք։ Խի եք Հայաստանի Հանրապետությունը բերել կանգնեցել պատերազմի առաջ ու փախել ստեղից։ Խի եք փախել պատերազմից։ Ես նոր եմ հասկանում, խի էիք ասում, մի խառնվեք Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին, ընդեղ իշխանություններ կան, ազգային ժողով կա, նախագահ կա, մի խառնվեք, մեզ խի էիք ասում։ Նոր եմ հասկանում խի էիք ասում, որ հանգիստ ընդեղ իշխանափոխություն անեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը մեկ ստորագրությամբ, տանեք ինչ-որ մի տիկնիկի նշանակեք նախագահ, հանձնեք Լեռնային Ղարաբաղը։ Սրա մասին չեք ուզում խոսակ, դուք սրա պատասխանը տալու եք։ Պատմական ընթացքը ձեզանից այս պատասխանները ստանալու է միանշանակ։ Այ կապիտուլյանտներ, որ գալիս այստեղ էլի ճոռո սուտ բաներ եք խոսում։ Ուլը մի հատ էլ էս ամեն ինչից հետո ինչ-որ մի հատ դաշնակ գալիս է, ուրեմն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների այդ վատ նկարներն է ցույց տալիս, մի կողմում էլ 1915 թվականի ցեղասպանության նկարներն է ցույց տալիս ու ինչ-որ համեմատականներ է փորձում անել։ Այ դաշնակ Հələ մի հատ դաշնակների մասնակցությունը պետք է հասկանալ պատմական այդ ժամանակաշրջանում ինչ ա եղել եւ ինչ դերակատարում են ունեցել առհասարակ 1910-ական թվականներին դաշնակցականները նոր հələ մի հատ եկեք ձեզ թույլ տվեք ստեղ նման հայտարարություններ անել։ Իսկ Լեռնային Ղարաբաղը էլի կրկնում եմ դուք եք լուծարել Դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունն են լուծարել Լեռնային Ղարաբաղը ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկարները որ բերում եք ստեղ ցույց եք տալիս որ ինչ-որ հուզմունքներ առաջացնեք կտանեք կդաջեք ձեր ճակատներին Ռոբերտ Քոչյանի ճակատին առաջինը կդաջեք որ հիշեք հենց հայլու մեջ նայեք հիշեք որ դուք եք Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին տեղահանել Լեռնային Ղարաբաղից ու հանձնել եք Լեռնային Ղարաբաղը